Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես հայտարարանք բռնաճնշումներով, ապօրինություններով, կալանավորումներով, տերորով ինչ-որտեղ տեղի ունեցան ընտրությունները, խնդրեմ ես ամենի հետ կապված ձեր տեսակետը, իրավիճակը այսպես ընտրություններից առաջ, ընտրությունների օրը, ընտրության հաջորդող օրերին, այս իշխանությունը չէր դադարեցնում իր բռնաճնշումները, համեցեք։ Բարև ձեզ, ես կարծում եմ գնահատականը այն ինչ տեղի ունեցավ այս ընտրությունների մեկն է, նման որակի եւ նման կարգի ընտրություններ Հայաստանի պատմության մեջ կարծում եմ չեն եղել։ Նիկոլ Փաշինյանը արեց այն, ինչի դեմ ինքը տարիներ շարունակ խոսում էր որպես լրագրող, որպես падգամավոր, որպես վարչապետ, երբ որ խոսում էր, որ ԿՀ-ն իշխանությունների գրպանումա չէ Նիկոլ, ԿՀ-ն քո գրպանում չի, գրպանը ինչ որ տարածություն է, որտեղ ԿՀ-ն կարա դեռևս մանյովրի կամ սահմանադրական դատարանը, եւ երբ որ մարդիկ ասում են Նիկոլը անցավ վերջի կարմիր գիծը, Նիկոլը կարմիր գիծ երբևէ չի ունեցել, այս ընտրությունները ուղղակիորեն վարչական ռեսուրսի, ահաբեկումների, քաղաքական օպոնենտների հանդեպ բռնաճնշումների, ատելության խոսքի մի ամբողջական սիմբիոզեին եւ բնականաբար զարմանալի չէ, որ միջազգային կառույցները այս ընտրություններին տվեցին բարձր գնահատական եւ ընտրություններից րոպեներ անց սենց հերթ կանգնած շտապեցին շնորհավորել, եկեք պատկերացնենք, որ այնինչ տեղի ունեցավ այս ընտրական ցիկլում մինչ քարոզչության ընթացքում ընտրությունների օրը, եթե սրա 1%-ը լիներ նախկին իշխանության ժամանակ, ամիջապես մենք կստանայինք միջազգային կառույցների վերդիկտը Հայաստանում ընտրությունները անցել են ընտրական խախտումներով, որոնք ազդեցություն են ունեցել արդյունքի վրա։ Սա զարհուրելի է եւ կարծում եմ այստեղ շատ կարևոր է թե ինչ է անելու ընտրությունը։ Գիտեք, եկեք արձանագրենք, այո, բնական էր, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունով իշխանություն չէր տալու եւ որ ակնհայտ էր դա ի սկզբանե, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի համար այս ընտրությունները մահվան եւ կյանքի հարց էին, ուղղակի մահ կամ իշխանություն, եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը ընտրեց ամեն գնով իշխանությունը։ Հիմա մենք պիտի արձանագրենք մի կարևոր փաստ եւս, չնայած այս աննախադեպ ճնշումներին, աննախադեպ պրեսինգին, քաղաքական օպոնենտների հանդեպ այս ձերբակալություններին, մոտ 1000-ից ավել, 700-ին մոտ 770 ուժեղ Հայաստանից էր ձերբակալված, մի 50 քանիսը Հայաստան դաշինքից, նաեւ այլ քաղաքական ուժերից եւս, անկախ այս պրեսինգին Հայաստանի Հանրապետության 500,000-ից ավել քաղաքացիներ, իսկ ես վստահ եմ, որ նրանց թիվը իրականում շատ ավելին է, գնացին եւ մերժեցին այս ռեժիմը եւ ընդդիմությունը պարտավոր է տեր կանգնել իրենց կողքին կանգնած եւ այս ռեժիմը մերժած քաղաքացիների ձայնին։ Ես չեմ մասնակցելու վերցնել թե չվերցնել մանդատները այս դեբատին, որովհետեւ հենց հիմա, հենց այստեղ ես կարող եմ 10 հիմնավոր արգումենտ բերել, թե ինչի չի պիտի վերցնել մանդատները, որովհետեւ միջազգային հանրությանը շատ անհրաժեշտ է ստանալ ամբողջական խորհրդարանի վինետկա, որտեղ կլինի իշխանություն եւ կլինի ընդդիմություն, եւ կարող եմ նաեւ 10 արգումենտ բերել, թե ինչի պիտի վերցնել մանդատները։ Երկու լուծումներ ընդդիմության դաշտում է, բայց երկու լուծումների դեպքում էլ եւ վերցնելու դեպքում ընդդիմությունը պիտի ներկայացնի ճանապարհային քարտեզ, ոչ թե ասի գնանք մի տարի հետո սահմանադրությունը կտա հնարավորություն կսկսենք իմպիչմենտի մասին, կամ ոչ թե պիտի հերոսական հայտարարություն անի մենք Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի հետ գործուղման չենք գնալու, եթե մանդատները վերցնեք, որտեղ սիրելի ընդդիմություն, ես ձեզ քվե չեմ տվել, որ դուք որևէ դեպքում Ռուբեն Ռուբինյանի հետ գործուղման չգնաք։ Դուք ասել եք մենք պլան B չունենք,
մենք գնում ենք հաղթանակի։ Ուստի եւ ձեր ցանկացած որոշում դուք պարտավոր եք հաշվի նստել նաև ձեզ քվետված 500,000-ից ավելի քաղաքացիների կարծիքի հետ ցանկացած ձեր որոշում պիտի ընդունելի լինի հանրության համար եւ պիտի հանրությունը տեսնի, որ դուք ունեք հստակ ռազմավարություն, ինչ եք անելու մանդատները վերցնելու դեպքում եւ ինչ եք անելու մանդատները չվերցնելու դեպքում։ Ես ուզում եմ նաեւ արձանագրեմ, որ այս ընտրությունները աննախադեպ էին բոլոր առումներով, աննախադեպ էին ոչ միայն պրեսինգի առումով, ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառման առումով, ոչ միայն այն զարհուրելի ատելության խոսքով, որ միջև հիմա շարունակում է օգտագործել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը եւ առաջի դեմքերը, նայում ենք ընտրությունների արդյունքների ամփոփումից դեռ մի քանի րոպե է անցել, նրանք խոսում են որ եկեք խորհրդարան եւ մենք ձեզ վերաբերելու ենք որպես հանցագործների, եկեք խորհրդարան, տեսեք մենք ձեզ ինչ ենք անելու։ Նիկոլ Փաշինյանը 3 վայրկյանը 1 ռիլա թողարկում, որտեղ ուղղակիորեն շարունակում է սպառնալ եւ ահաբեկել իր քաղաքական ընդդիմախոսներին, բայց այս ընտրությունները աննախադեպ էին նաեւ օրինակ անվավեր հայտարարված քվեաթերթիկների քանակով 17,000 մոտ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, համեմատության համար նշեմ, որ 18 թվականին անվավեր է ճանաչվել ընդամենը 4,706 քվեաթերթիկ, իսկ 21 թվականին անվավեր է եղել ընդամենը 4,593 քվեաթերթիկ, ուստի եւ ես կրկնում եմ, մենք ունենք նախորդ խորհրդարանի նախադեպը ընդդիմության մասով, երբ որ հաշվարկներով 5 տարվա ընթացքում ընդդիմությունը ստացել է 67 միլիոն դոլարի աշխատավարձ եւ պարգևավճար եւ չի լուծել իր հիմնական խնդիրը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ընդդիմությունը, կրկնում եմ, ով ստացել է 540,000-ից ավելի վստահություն, իսկ դա քիչ չի, այս պայմաններում, այս վախի, տոտալ վախի եւ ահաբեկության պայմաններում, սա բավականաչափ լուրջ թիվ է, ընդդիմությունը պիտի հստակ իր ընտրողին ցույց տա այն քայլերի հաջորդականությունը, որը անելու է մանդատը վերցնելու դեպքում, երբ հստակ պիտի ցույց տա այն քայլերի հաջորդականությունը, որը անելու է մանդատ չվերցնելու դեպքում։ Հաջիևը եկավ Հայաստան, Ռուբեն Վարդանյանի, այսպես ասենք, այո, միլիոնավոր դոլարների ներդրումով կառուցված Դիլիջան շտապեց։ Կարծում կադրերը տեսել եք։ այո։ Տեսեք, եկեք արձանագրենք, որ ընտրություններից հետո առաջին պաշտոնական պատվիրակությունը օտար երկրյա, որ եկավ Հայաստան, դա Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունն էր, ամենամեծ հակահայերից մեկի Հիկմետ Հաջիևի գլխավորությամբ, եւ Հիկմետ Հաջիևը երևի իր ցանկությամբ ընտրել էր հատուկ Դիլիջան քաղաքը, որտեղ Ռուբեն Վարդանյանը 236 միլիոն դոլարի ներդրում է արել, այն Ռուբեն Վարդանյանը, որ հենց հիմա գտնվում է Բաքվի բերդում մեր մյուս ռազմագերիների հետ միասին, ըստ տարածված հաղորդագրության քննարկվել է խաղաղության պայմանագրին վերաբերող դրույթներ, բայց ես նորից եմ կրկնում, չկա եւ չի եղել աշխարհում որևէ խաղաղության պայմանագիր, որ կնքվի կողմերի միջև, եթե կողմերից մեկի ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բերդում։ Նախորդին մենք տեսանք, որ Բաքվի դատարանում ուրեմն բողոքարկվեց եւ բողոքարկումներ գոնե Արայիկ Հարությունյանի մասով ադրբեջանական մամուլը տեղեկատվություն տրամադրեց, բայց թե ինչ եղավ հետո եւ ինչ է տեղի ունենալու եւ ինչ է կատարվելու մեր ռազմագերիների հետ, առ այս պահը մնում է ուրեմն բացարձակապես անհասկանալ եւ չլուծված եւ առ այս պահը Ադրբեջանը շարունակում է բոլոր հարցադրումներին միջազգային կառույցների պատասխանել, որ նրանք ռազմական հանցագործներ են եւ նրանց տեղը Բաքվի բանտում է, նրանց ուզածը չայն էր, թեյն էր, որ ասում էին գնալու ենք Բաքու թեյ խմելու, իրենց թեյը Բաքվի բերդում մենք ապահովում ենք մեր ռազմագերիների հարցը, պիտի մնա մեզանից յուրաքանչյուր
յուրաքանչյուրի օրակարգում եւ մենք պիտի շարունակենք բռնել միջազգային հանրության կոկորդը, այն միջազգային հանրության, ով քավոր կանգնեց այս ամբողջ ընտրական process-ին Ուրսուլաների, Կայակալասների, Թրամփների եւ այլն, որպիսի գոնե մեր ռազմագերիների ազատման հարցը լուծվի եւ կանխվի այն մշակութային վանդալիզմը, որը ամեն րոպե տեղի է ունենում Ադրբեջանում, Ադրբեջանը կատարում է, ուրեմն օկուպացված Արցախում։ Սա ուրեմն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որ նրանք իրականացնում են հայկական Արցախի հանդեպ։ Այսինքն գերիների վերադարձյալը դարձնում է գերի չէ պետք է ամենաս փոխանցման հնարավորություն։ Դե պահեին, սնեին, լողացնեին։ Տեսեք, բնական է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել միջև վերջին գերին, ռազմագերին, այդ թվում երկու մարդասպանների Գուլիևին եւ Ասքերովին, այդ թվում Ադրբեջանին են հանձնվել առաջին Արցախյան պատերազմի տարածքում հայկական Արցախի հողում զոհված ադրբեջանցիների ոսկորները, ոսկոր առ ոսկոր հանվել եւ հանձնվել է ադրբեջանցիներին։ Եվ նաեւ ես ուզում եմ այստեղ կարևորել, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվեց բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Ես կրկնում եմ, մեր ռազմագերիների հարցը պիտի դառնա օրակարգային։ Մեր ռազմագերիների հարցը պիտի լուծվի միջև այն խաղաղության պայմանագիրը, որը ըստ Ալիևի գնացել եւ շարունակում է գնալ բացառապես ադրբեջանական օրակարգով։ Ուրեմն ես քանի որ իդեպ նաեւ ուզում եմ անդրադառնալ, մենք տեսանք, չէ, որ թե միջև ընտրությունը, թե ընտրական ողջ քարոզարշավի փուլում եւ թե դրանից հետո մենք տեսանք, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը շունչները պահած սպասում Նիկոլ Փաշինյանի հաղթանակին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մի հատ նողկալի հայտարարություն արեց, ասելով, որ շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին, Ադրբեջանի երկաթե բռունցքը 5 տարվա ընթացքում բուժել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 57%-ին։ Պատկերացնում եք սրանց ցինիզմը, պատկերացնում եք սրանց անբարոյականությունը, որ այն մարդկանց, ովքեր շարունակում են դեմ լինել այս ռեժիմին, Զուլֆուգարովը եւ նրա քաղաքական իշխանությունը համարում է հիվանդներ, իսկ ովքեր գնացել եւ քվեարկել են այս ռեժիմին, համարում է ադրբեջանական երկաթե բռունցքի նոկաուտի արդյունքում բուժված հիվանդներ։ Սա լինում է այն դեպքում, երբ որ քո երկրի արժանապատվությունը ահա այսպես դրված է լինում սեղանին որպես ուտեստ, որից ով ասես, որ կողամասից ասես, ինչ ուզում եւ պոկում է։ Հիմա քանի որ այս ընտրական հիմա զուտ խոսելով նաեւ ընտրությունների մասին, ամփոփելով ընտրության թեման, կրկնում եմ, շատ կարևոր է լինելու ընդդիմության որոշումը, ընդդիմությունը չի պիտի հիասթափեցնի իր ընտրողներին, ինձ համար հասկանալի չեն տարբեր այլևս պատգամավոր դարձած դեռ մանդատ չստացած ինչ-որ անձանց հայտարարությունները, որ չհամարձակվեք մեզ բրդել փողոց, փողոցը ենթադրում է բախումներ, ենթադրում է արյուն, ես խնդրում եմ այդ ընդդիմադիր ուժին, որի ներկայացուցիչները նման դիլետանտ հայտարարություններ են անում, նրանց բացատրել, որ փողոցային պայքար չի նշանակում բռնություն, չի նշանակում հակաօրինական, հակասահմանադրական որևէ գործողություն եւ չի նշանակում արյուն։ Փողոցային պայքարը նախատեսված եւ պաշտպանված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, նախատեսված եւ պաշտպանված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով եւ միջազգային բոլոր օրենքներով։ Հիմա եթե ձեզ ինչ ասեմ, կրուտի տա կներեք այս բարի համար պետք անելու, որպիսի գնաք մանդատ վերցնեք եւ մի տարի հետո իբր սկսեք Նիկոլի իմպիչմենտի գործընթաց,
որի ելքը միանշանակ պարզ է, ուղղակի խնդրանք մի վիրավորեք ձեր ընտրողների արժանապատվությունը, ձեզ ընտրել են արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն ինչ հասկանում են, պարզապես ասեք, որ փողոցային պայքարը դուք այս փուլում համարում եք անիմաստ եւ ճիշտ եք գտնում մանդատները վերցնելը, ազնիվ եղեք ձեր ընտրողների հետ, մանդատ վերցնելու հիմնավորումը չի պիտի լինի, որ գնանք Նիկոլի թիմի հետ գործուղման չգնանք, գնանք կհրաժարվենք աշխատավարձերից, մենք դրա համար ձեզ մանդատ չենք տվել։ Հիմա ես ուզում եմ գալ նաև տնտեսական խնդրին, որովհետև շարունակում է Հայաստանում տնտեսական խնդիրը լարված մնալ, մենք տեսնում ենք, որ այն ծաղիկները միլիոնավոր, մի քանի միլիոն հատ ծաղիկները, որոնք այդպես էլ Եվրոպական միության շուկա չհասան, կարծեմ ընդամենը 51,000 ծաղիկ, ինչ որ սենց Մարսով, Սատուրնով, Յուպիտերով գնաց ընդամենը հասավ Լեհաստան եւ ոչ ավելին, ամեն դեպքում մնում է լրջագույն խնդիր մեր գյուղատնտեսական ապրանքների խնդիրը եւ տեսնում ենք, որ Ռուսաստանը գրեթե բոլոր գյուղատնտեսական ապրանքների համար իր շուկան փակել է, իհարկե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իսպանացի տուրիստ է գալիս տեղ ծիրան է ուտում, դա եւս արտահանում է, իդեպ ուրեմն տնտեսագետները հաշվել են, որպիսի այն ծավալի ծիրան, չգիտեմ, կերաս, պոմիդոր, վարունգ, սմբուկ, խաղողի թութ, որպիսի մենք համարենք Հայաստանում սպառված, ուրեմն Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ օրական պետք է ուտի, օրական 200 կիլո ծիրան, 200 կիլո ծիրանից պետք է ուտի 200 կիլո կերաս, հետո դրա վրայից ուտի 200 կիլոգրամ թուփ, հետո 200 կիլոգրամ սմբուկ, պամիդոր, թութ եւ դրանից հետո էլ 200 ուրեմն 1000 հատ վարդի մուրաբա սարքի, այդ սպառումից հետո, այո, հնարավոր է իրականանա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թիվը, որ եթե զբոսաշրջիկները գալիս են եւ այստեղ ծիրան են ուտում, դա եւս արտահանում է, ուստի եւ կոչ եմ անում զարկ տալ զբոսաշրջությանը, բայց յուրաքանչյուր զբոսաշրջիկի կողքին 3 հատ շտապ օգնության մեքենա պահեք, որտեղ ես որևէ կերպ չեմ պատկերացնում, ոնց կարան ուտելով ընդամենը Հայաստանում մեր գյուղմթերքները եւ մրգերը, նրանք սպառեն արտահանման ծավալները։ Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա որևէ հստակ, ուրեմն ճանապարհային քարտեզ, որևէ հստակ տարբերակ, թե ինչպես կարող է մեր գյուղմթերքը, այդ ծիրանը ամեն ինչը ուտելուց հետո էլ պետք է յուրաքանչյուրը 5 շիշ գինի խմի, վրայից էլ 7 շիշ կոնյակ։ Տեսականորեն հնարավոր է, բայց դրանից հետո այդ մարդուն տիտանեն ուղիղ թոխմախի գերեզմանոց։ Եվ նաև ուրեմն մենք տեսանք, որ ուրեմն գյուղերից որ գյուղում էր, որ ճանապարհ էին փակել, երեխեք, որ գյուղատնտեսական ուրեմն Չէ, գյուղերից մեկում, ուրեմն ես գրել էի անունը, այով, մի հատ որ խնդրեմ ճշտեք, Արդանիշ կարծեմ, երևի, Արդանիշ, այդպիսի գյուղ ունենք, չէ, պարոն Մանուկյան, Արդանիշ, իրանք էին, չէ, չգիտեմ փակելը, բայց շատ ճիշտ եք, այդքան պիտի ուտեն, բայց նաև հույս դրեք, ինքը լավ ուտված։ Չէ, գտա, ուրեմն Արմաշի գյուղացիները ճանապարհ էին փակել եւ պահանջում էին, որ գան լրագրողները, որովհետեւ ինանց բերքը ամբողջապես մնացել է եւ չեն կարողանում արտահանել։ Շատ լեգիտիմ եւ օբյեկտիվ պահանջ։ Հիմա եկեք բացենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի Արմաշ գյուղի շատ սիրելի գյուղացիները ընդամենը մեկ շաբաթ առաջ ում են քվեարկել եւ այսպես Հայաստան դաշինքը Արմաշում ստացել է ընդամենը 58 ձայն, ուժեղ Հայաստանը Արմաշում ստացել է 145 ձայն։ Հիմա դուք կասենք, ինչ հարց տվեք,
Նիկոլ Փաշինյանը որքան ձայն է ստացել Արմաշում եւ այսպես Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ Արմաշ գյուղում ստացել է 760 քվ։ Հիմա հարց իմ շատ սիրելի արմաշցիներ, բա ինչի եք դիմում ընդդիմադիր ուժերին, ինչի եք զանգահարում ընդդիմադիր լրատվամիջոցների, ասում միջև չգաք, մենք ես ճանապարհը չենք բացելու, բայց դուք ընդամենը մեկ շաբաթ առաջ գտել եք, որ ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում եւ գնացել եք ձեր գյուղով 760 քվ եք տվել Նիկոլ Փաշինյանին։ Չեք կարծում իմ շատ սիրելի արմաշցիներ, որ շատ ավելի ազնիվ է եւ շատ ավելի բարոյական է, որ դուք գնաք եւ ձեր գյուղմթերքի իրացման հարցով դիմեք այն լիդերին, որին գյուղով գնացել եւ քվեարկել եք։ Սա ուրեմն այս մասով ուրեմն ես մի քանի նաեւ գանք ուրեմն նաեւ փոշիացած ձայներին, ցավոք սրտի ուրեմն այս ընտրությունը նաեւ շատ հատկանշական էր նրանով, որ 200,000-ից ձայն ըստ էության փոշիացավ եւ 200,000-ից ավելի ընտրող մոտ 230,000 ձայն ըստ էության փոշիացավ եւ 230,000 ընտրողի ձայն չգտավ իր հասցեատիրոջը, ուստի այն քաղաքական ուժերը, ովքեր տեսանելի էր եւ պարզ էր, որ չէին հաղթահարելու շեմը եւ այս հարթակից եւ բոլոր հարթակներից մենք մշտապես այդ մասին խոսում էինք, ըստ էության այդ փոշիացված ձայնով այդ քաղաքական ուժերը նպաստեցին, որ քաղաքացիական պայմանագրի քվեն խորհրդարանով եւս 2-3 քվեով ավելանա եւ որպես ամփոփում ուզում եմ ընդամենը տեղեկացնել, որ այս աժոտաժի մեջ երևի թե չնկատվեց, կառավարությունը բարձրացրել է ակցիզային հարկի դրույքաչափը, ծխախոտ, դիզվառելիք ալկոհոլ, այսուհետև թանկանալու են ավելին։ Ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի ընդամենը օրեր առաջ հայտարարությունը, եթե մարդը տուն չունի, իր պրոբլեմն է, վարկեր ունի, իր պրոբլեմն է, պետք է աշխատի ու իր վարկերը փակի։ Ես սա Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ուղղում եմ այն քաղաքացիներին, ովքեր երրորդ անգամ գնացին եւ ընտրեցին այս ռեժիմը, ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Ընտրություններից ժամեր անց ակցիզը բարձրացավ, դիզվառելիք թանկացավ եւ եթե դուք տուն չունեք, վարկեր ունեք, դա ձեր պրոբլեմն է, ինչպես ասում է ձեր ընտրյալը, գնացեք աշխատեք, ձեր համար տուն առեք, ձեր վարկերը փակեք։ Եվ ինչպես Նիկոլն էր ասում, 10 անգամ մի հատ քաղաքացի ինձ անդադ զանգում ասում է, որ հենց հիմա վարկերս չփակեք, ես ինքնասպան կլինեմ եւ երևի զարմանում է, որ 10 անգամ ինչի ինքնասպան չի եղել, բոլոր նրանք, ովքեր գտան, որ պետք է գնալ եւ այս ռեժիմին կրկին քվետալ, ես կարծում եմ, որ ազնիվ է, լեգիտիմ է եւ օբյեկտիվ է, որ այսուհետ իրենց վարկերի, իրենց անհանգստությունների, իրենց չիրացված գյուղմթերքի, ինչպես ուրեմն Արմաշի դեպքում դիմել այն քաղաքական ուժին, որին իրեն գնացին եւ ընտրեցին երրորդ անգամ։ Այո, շատ կարևոր, հա։ Նորմալ երկրի նման տեղը պետք է չունենա, բայց եղած դեպքում պետք է այս ԱԾՊ-ի հրաժարական պետք է լինի, չգիտեմ, ոնց պետք է սա։ Տեսեք, մենք տեսանք, որ ընդամենը Facebook-յան գրառման համար քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին ձերբակալեցին, ինձ հետաքրքրեց, թե ինչ էր գրել այդ քաղաքագետը։ Կարդում եմ իր գրառումը, թեկուզ կոշտ գործիքակազմով, թե փափուկ հնարավորություն կա այս իշխանությանը հեռացնելու։ Նորից եմ կարդում,
փափուկ թե կոշտ գործիքակազմով հնարավորություն կա այս իշխանությանը հեռացնելու։ Ընդհանրապես սա էր գրել Ալեն Ղևոնդյանը։ Այստեղ որևէ մեկը տեսակ սահմանադրական կարգի տապալում, բռնությամբ իշխանությունը զավթելու կոչ, ոնց կարդացի չտեսա, բայց լսում ենք, երեք արդեն ԿՊ տարբեր պաշտոնյաներ սպառնում են ընդդիմությանը, չգաք խորհրդարան, դուք գալու եք որպես հանցագործ, դուք կաշառակեր եք, ձեր ձայները լեգիտիմ չեն, եւ այս ամենը ասում են առանց որևէ դատական վերդիկտի, դուք հանցագործ եք եւ խորհրդարանում մենք ձեզ վերաբերվելու ենք որպես հանցագործի եւ տեսնում ենք, ուրեմն իշխանական լրատվամիջոցներում անմիջապես հայտնվում են բացառապես ԱԱԾ-ի տնօրինության տակ գտնվող կադրեր, թե ինչպես է այս կամ այն ընդդիմադիր լիդերը փորձում գնալ Հայաստանից դուրս, ինչպես նախապես հայտարարել էին, թե նաև նույն ԲՀԿ առաջնորդը, եւ տեսնում ենք, որ այդ կադրերը, ինչպես նրանց թույլ չեն տալիս հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սա օրենքի կոպտագույն խախտում է, այդ կադրերը հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում, հայկական ժամանակում։ Ես հասկանում եմ, որպես ամփոփում, մեր հայրենակիցների հիասթափությունը, բայց հիասթափվել պետք չի, որովհետև հիասթափությունը այն է, ինչ ուզում է այս ժողովուրդը։ Սպասենք ընդդիմության քայլերին։ Եթե պարզվի, որ ընդդիմության նպատակը մանդատ վերցնենք, գնանք յոլա գնանք, տենանք ինչ կլինի, ես կարծում եմ այն քաղաքացիները 540,000-ից ավել, ովքեր իրենց քվեն տվել են ընդդիմությանը, իրենց գնահատականը կտան, բայց եթե ընդդիմությունը եւ մանդատ վերցնելը կամ մանդատից հրաժարվելը կարողանա հիմնավորել հստակ ճանապարհային քարտեզով եւ տակը էմոցիոնալ ռաբիս տեքստեր չդնի, այ մենք կգնանք խորհրդարան եւ գործուղման չենք գնա դրանով վիրավորելու մեզ, առաջինը ես եմ լինելու, որ այդ որակի ընդդիմությանը իմ գնահատականը տալու եմ։ Շնորհակալություն։